Ես ուզում եմ, որ մի փոքր մեր այս եթերի վերջին հատվածը, Պավել ջան, մենք միասին իրազեկենք մարդկանց, ինչ process-ներով ենք մենք փորձելու զանազան խնդիրների լուծումները գտնել։ Սկսեմ նրանից, որ ուրեմն խնդիրը առաջին հերթին գալիս է օրենքի բացից։ Օրենքի բաց, երբ օրենքը չի պարտադրում եւ հնարավորություն է տալիս այլ օրենքների միջոցով խուսափել խնդրի լուծումից։ Երկրորդ, օրենքի բաց, երբ պաշտոնատար անձը իրեն կարողանում է թույլ տալ որևէ օրենք խախտել եւ դրա համար չպատժվել։ Օրենքի բաց, երբ տվյալ դեպքի համար գոյություն չունի օրենք, սակայն այլ օրենքներով փորձում են մոլորության մեջ գցել քաղաքացուն եւ խնդիրը թողնել անլուծելի։ Դրա համար այդ բոլոր բացերը փակելու, ճիշտ ճանապարհով տանելու համար մենք սկսել ենք մեր այս հասարակական շարժումը, որը բաց է ի դեպ, բոլոր ցանկացողները, ովքեր ցանկանան, կարող են միանան, մասնակցեն եւ մենք միասին կարող ենք այս process-ները անել։ Էլի եմ ասում, նաեւ այլ հասարակական կազմակերպություններ իրենց ծրագրային դրույթներից ելնելով կարող են նաեւ մասնակիցը դառնալ այս process-ներին։ Բայց ինչն է մեր պայքարի ձևը, որն է մեր պայքարի ձևը։ Մենք ցանկացած բացի դեպքում մեր առաջարկով ներկայացնում ենք մեր առաջարկը ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովից սպասում ենք արձագանքի։ Եթե պետաիրավական հանձնաժողովը խնդրին լուծում չի տալիս, չի դրվում ազգային ժողովի քվեարկության, քննարկման եւ չի ընդունվում տվյալ օրինագիծը օրենքի ձևով, դրանից հետո մենք նախաձեռնում ենք հաջորդ քայլը, նախաձեռնում ենք ստորագրահավաքը, որը որ էլի մեր փառքաստում մեր սահմանադրությունը, մեր օրենսդրությունը թույլ է տալիս, օրինական կերպով ստանում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստորագրահավաքի հնարավորությունը, կազմակերպում ենք ստորագրահավաքը, առաջին դեպքում 50,000 ստորագրություն հավաքելու պարագայում, նաև արդեն ներկայացնում ենք տվյալ օրինագիծը ազգային ժողով ստորագրությունների հիմքով, եթե դրանից հետո էլի ազգային ժողովը չի ընդունում տվյալ օրինագիծը, ապա մենք հավաքում ենք երկրորդ փուլում 300,000 ստորագրություն եւ այդ ստորագրությունների հիմքով խնդիրը դնում ենք հանրաքվեի, այսինքն մեր գործունեության հիմնական գործողությունները լինելու են այս դաշտում օրենսդրական փոփոխություն, եթե անհրաժեշտ է անգամ հանրաքվեի միջոցով։ Եվ մենք այս ճանապարհը հենց այնպես չենք ընտրել, քանի որ մենք տեսնում ենք փողոցային պայքարը որևէ արդյունք չի տալիս որևէ իշխանության պարագայում։ Հեղափոխություն կոչվածը ինքը պետության հիմքերը թուլացնող երևույթ է։ Հիմա ինձ կասեք պետության հիմքերը սխալ կառավարման արդյունքում նույնպես թուլանում են, այո, թուլանում են։ Այդ պարագայում առհասարակ հեղափոխությունը կործանարար կարա լինի։ Դրա համար այս գործիքները փառքաստուն մենք, քանի որ ճանաչվել ենք ժողովրդավար պետություն եւ քանի որ մեր սահմանադրությունը, օրենսդրությունը համապատասխանեցրած է առաջադեմ ժողովրդավար աշխարհի կողմից ստեղծված իրավապաշտպան իրավական կառույցների կողմից, այս կետը չէր կարա չլիներ մեր օրենսդրության մեջ եւ մենք հիմա հենց այդ կետը փորձում ենք օգտագործել մեր գործերի, մեր խնդիրների լուծման համար։ Դրա համար ժողովուրդ ջան, ելի եմ ասում, քանի որ մենք քաղաքական ուժ չենք, մենք վեր քաղաքական ենք։ Մենք որևէ քաղաքական ուժի ջրաղացին ջուր լցնող չենք։ Մենք որևէ քաղաքական ուժի պատվեր կատարող չենք։ Մեր ուժը մենք ենք։ Մեր ժողովուրդն է, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ով տերն է Հայաստանի Հանրապետության, ով իշխանությունն է Հայաստանի Հանրապետության։ Մենք ուղղակի
աշխատեցնելու ենք մեր իշխանությունը, աշխատեցնելու ենք ցույց ենք տալու մեր իշխանությունը մեր երկրում, եւ սրա համար մենք պետք է միավորվենք այս գաղափարի շուրջ։ Մենք չենք ասում քաղաքական կուսակցություն ենք, եկեք միավորվենք, չէ, մենք ասում ենք մենք քաղ հասարակություն ենք ու պետք է միավորվենք։ Ինչ որ մարդկանց հետևից գնալով, ինչ որ մարդիկ հայտնվելով իրենց հետևից տանելով միշտ պառակտել են մեզ։ Իսկ հիմա ժամանակն է, որ այդ պառակտումը վերանա, որովհետև այդ մարդիկ անձնական շահի համար են այդ ամեն ինչը անում։ Իսկ մենք անում ենք համընդհանուր շահի համար աշխատանք։